Ողջույն սիրելի հետևորդներ, սիրելի տնային տնտեսուհիներ, կրկին հանդիպեցինք։ Այսօր ձեզ եմ ուզում ներկայացնել աղցանի 5 տարբերակ, որը շատ համեղ են, կարող եք պատրաստել թե տոնական, թե սովորական օրերին։ Անցնենք գործի, սկսենք պատրաստել։ Առաջին աղցանը, որը պետք է պատրաստենք, շատ գեղեցիկ է ու շատ համեղ։ Ինչ է հարկավոր մեզ դրա համար։ Մեզ հարկավոր է 3 վարունգ, սող, խեցգետնի ձողիկներ, պանիր, մայոնեզ, եգիպտացորեն, խաշած ձու, աղ, պղպեղ ըստ ճաշակի։ Անցնենք գործի, սկսենք պատրաստել։ Առաջին հերթին պետք է կտրենք խեցգետնի ձողիկները։ Մանր կտրատում ենք նաև կանաչ սոխը։ Քերիչով անցկացնում ենք պանիրը և ձվի սպիտակուցը։ Կտրել վերջացնելուց հետո վերցնում ենք համապատասխան աման, որի չափսը պետք է լինի 18-ից 20 սանտիմետր և գեղեցիկ ձևավորում ենք մեր աղցանը։ Առաջին հերթին լցնում ենք խեցգետնի ձողիկները։ Շերտերով գեղեցիկ կլցնենք մայոնեզը, ձուն, պանիրը, սոխը և կհավաքենք մեր աղցանը։ Սա կոչվում է շերտավոր աղցան, որը շատ համեղ է և տոնական սեղաններին և ամենօրյա կարող ենք պատրաստել և վայելել։ Ավելացնում եմ քերիչով անցկացրած վարունգը, պահածոյացված եգիպտացորենի հատիկները, և իհարկե մայոնեզ։ Լցնում ենք նաև կտրատած կանաչ սոխը և համեմում ենք սև պղպեղով և աղով։ Աղը մի փոքր քիչ կանենք, որպեսզի ջուրը դուրս չտա։ Մատուցելուց կարող եք ավելացնել և ուտել։ Ավելացնում ենք նաև ձվի սպիտակուցը և վերջնական շերտը ձևավորելու համար լցնում ենք ձվի դեղնուցը։ Ահա և մեր համեղությունը արդեն պատրաստ է, ձևավորում ենք ըստ ցանկության, ինչպես կարող եք տոնական տորթի տեսք կտանք, շատ գեղեցիկ է, երբ սեղանին մատուցում ես գեղեցիկ ձևավորած տարբեր ուտեստներ, տարբեր ձևավորմամբ։ Հայեցողությունը թողնում եմ ձեզ, ինչպես ցանկանում եք, կարող եք այդպես էլ ձևավորել։ Ահա և մեր առաջին համեղությունը։ Հուսով եմ ձեզ դուր եկավ առաջի տարբերակը, եթե դուր եկավ, սեղմեք լայք, իսկ մենք անցնենք երկրորդ տարբերակին։ Երկրորդ տարբերակի համար ձեզ եմ ներկայացնում սնկով աղցան։ Շատ գեղեցիկ է, առաջին հերթին հարկավոր է ամբողջական սունկը շարել համապատասխան ամանի մեջ։ Շերտավոր աղցան է, պետք է շերտերով լցնենք բոլոր մեր բանջարեղենները։ Սունկը շարելուց հետո ավելացնում ենք կտրատած կանաչ սոխը և կանաչին։ Կանաչին ավելացնելուց հետո ավելացնում ենք նախօրոք արդեն խաշված քերիչով անցկացրած գազարը։ Համեմում ենք սև պղպեղով, աղով և իհարկե մայոնեզով։ Մայոնեզը քթալի օգնությամբ հարթեցնելուց հետո ավելացնում ենք նախօրոք խաշած տապակած կարտոֆիլը։ Կրկին մայոնեզ ենք անում, ամեն շերտից հետո հարկավոր է պարտադիր մայոնեզ անել և սև պղպեղ։ Ավելացնում ենք նաև մարինացված եգիպտացորենի հատիկները։ Կրկին մայոնեզ ենք անում և ավելացնում ենք սնկի մի մասը, որը հարկավոր է կտրատել։
Ավելացնում ենք տապակած կարտոֆիլը, ինչ ունենք ձեռքի տակ, ավելացած հերթով շերտերով ավելացնում ենք մեր աղցանին։ Ահա եւ վերջ, ծածկում ենք թաղանթը եւ դնում ենք սառնարան 1 ժամ։ 1 ժամ հետո վերցնում ենք համապատասխան ամանը եւ շրջում ենք մեր աղցանը։ Ահա եւ աղցանի վերջնական տեսքը։ Ստացվում է շատ գեղեցիկ եւ միևնույն ժամանակ շատ համեղ։ Ահա եւ մեր աղցանի երկրորդ տարբերակը։ Դուք նույնպես պատրաստեք եւ վայելեք։ Միշտ դիտեցիք երկրորդ տարբերակը, ձեզ եմ ուզում ներկայացնել մեր շքեղ աղցաններից եւս մեկը։ Պատրաստում ենք երրորդ աղցանը։ Երրորդ աղցանը կոչվում է կրուիզ։ Կրուիզը պատրաստվում է շատ արագ եւ ստացվում է շատ համեղ։ Ինչ է հարկավոր մեզ դրա համար։ Մեզ հարկավոր է խոզապուխտ, մարինացված վարունգ, կանաչ ոլոր, սոխ կանաչի, աղ, սև պղպեղ, մայոնեզ եւ պահածոյացված եգիպտացորենի հատիկներ։ Ամանի մեջ ավելացնում ենք եգիպտացորենի հատիկները, կանաչ ոլորը եւ երկար ձողիկների ենք բաժանում խոզապուխտը։ Երկար ձողիկների բաժանելուց հետո ավելացնում ենք աղցանամանի մեջ։ Նույնը կտրում ենք վարունգը։ Վարունգը նույնպես բաժանում ենք երկար ձողիկների, ինչպես կտրատեցինք խոզապուխտը։ Եվ կտրատում ենք սոխն ու կանաչին, ես վերցրել եմ համեմ։ Մի քանի տերև համեմ եւ մի քանի հատ կանաչ սոխ։ Ավելացնում ենք աղցանին եւ իհարկե համեմում ենք։ Համեմում ենք աղով եւ սև պղպեղով, աղը եւ սև պղպեղը ըստ ճաշակի։ Ավելացնում ենք նաեւ 3-ից 4 ճաշիկ թալ մայոնեզ եւ ամբողջ մեր զանգվածը խառնում ենք։ Կարող եք ավելացնել նաեւ թթվասեր։ Ահա մեր աղցանը արդեն պատրաստ է, ստացվեց շատ արագ, մատչելի եւ միևնույն ժամանակ շատ համեղ։ Հուսով եմ այս տարբերակը ձեզ եւս շատ դուր կգա։ Չորրորդ համեղության համար մեզ հարկավոր է 3 վարունգ, 2 լոլիկ, 1 տակտեղ, մի փունջ կանաչի, սոխ, եգիպտացորենի հատիկներ, 3 ձու, խաշած տավարի միս, հարկավոր է նաև համեմունքներից սև, կարմիր, պղպեղ, աղ, մայոնեզ ըստ ճաշակի։ Անցնենք գործի, սկսենք պատրաստել։ Հարկավոր է բանջարեղենները եւ միսը մանր կտրատել։ Լոլիկները կտրելուց հարկավոր է հեռացնել պտղամիսը, որպեսզի ավելորդ հյութը դուրս չտա։ Ահա սիրելիներս, բոլոր մթերքները կտրել վերջացնելուց հետո ավելացնում ենք եգիպտացորենի հատիկները, ավելացնենք աղ, կարմիր եւ սև պղպեղ ըստ ճաշակի եւ իհարկե մայոնեզ։ Ամբողջ զանգվածը կխառնենք եւ մեր աղցանը արդեն պատրաստ է, մեր համեղությունը կարող ենք մատուցել։ Ստացվում է շատ համեղ, շատ գունագեղ, գեղեցիկ, հագեցնող աղցան։ Դուք նույնպես պատրաստեք, սիրելիներս, եւ վայելեք։
Եվ իհարկե վերջին մեր 5-րդ աղցանը, որը բոլորս շատ ենք սիրում, դա հավի կրծքամսով աղցանն է, որը պատրաստվում է շատ արագ եւ ստացվում է շատ համեղ։ Ինչ է հարկավոր մեզ դրա համար։ Մեզ հարկավոր է հավի կրծքամիս, ես վերցրել եմ 400 գրամ նախորոք խաշած պատրաստ հավի կրծքամիս, ընկույզ, թթվասեր մայոնեզ, 3 ատամիկ սխտոր, աղ, պղպեղ ըստ ճաշակի։ Առաջին հերթին հարկավոր է բսկտել հավի կրծքամիսը։ Բսկտելուց հետո, ահա, հավի կրծքամիսի վերջնական տեսքը, ավելացնում ենք նաև մանր կտրատած ընկույզը։ Թթվասերն ու մայոնեզը, ինչպես ասացի, ըստ ճաշակի, ես վերցրել եմ 2-ից էլ 2 ճաշիկ թալ թթվասեր, 2 ճաշիկ թալ մայոնեզ եւ իհարկե 3-ից 4 ատամիկ սխտոր։ Ավելացնում ենք աղ եւ պղպեղը ըստ ճաշակի, մեր ամբողջ զանգվածը խառնում ենք, ահա եւ վերջ, մեր աղցանը պատրաստ է։ Շատ արագ է ստացվում եւ միևնույն ժամանակ հագեցնող եւ համեղ։ Լավ խառնելուց հետո հարկավոր է մատուցել։ Մատուցում ենք, ձևավորում ենք հազարի տերևներով, կարող եք ձևավորել ինչպես նախընտրում եք, ինչպես ձեզ դուր է գալիս։ Դե ինչ թանկագիններս, այսօր էլ այսպիսի հետաքրքիր աղցանների տեսանյութ էի պատրաստել ձեզ համար։ Հուսով եմ ձեզ դուր եկավ։ Եթե ձեզ դուր եկավ, չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին եւ այս գեղեցիկ տեսանյութով կիսվել ձեր ընկերների հետ։ Ցտեսություն, կհանդիպենք շուտով։